Ինչու չեն հրաժարվում մահմեդականությունից եւ չեն ընդունում քրիստոնեությունը։ Նրանք ասում են, մենք պատրաստ ենք քրիստոնեությունը ընդունել, բայց մնալով մահմեդական։ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի դիրքորոշումը հստակ է, չի կարող լինել քրիստոնեական կիսադարձ։ Վերջին տարիների ամենակննարկվող թեմաներից մեկը իսլամացած հայերի քրիստոնեական դարձն ու հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումն այդ հարցում դարձյալ թեժ բանավեճի առիթ է։ Ազգագրագետ Հրանուշ Խարատյանը հակադարձում է, մեր եկեղեցու դիրքորոշումը նշանակում է, որ ճգնաժամի պահին իսլամացած հայերին միայնակ ենք թողնում բարդագույն խնդրի հետ։ Թուրքիայում ազգագրագետի տևական ուսումնասիրությունները թույլ են տալիս պնդել, որ թե պատրիարքարանից եւ թե հայ համայնքից մերժված այս հայերն օրեցօր մարգինալացվում են եւ նրանց պետք է ընտրության հնարավորություն տալ։ Կան մարդիկ, որոնք ուզում են իսլամ մնալ, բայց հայ լինեն։ Սա միայն զգացմունք է եւ ընտրություն ներքին։ Իրավական հարաբերություններում բացարձակ չի կարող գործել այս դրույթը։ Կան մարդիկ, որ առաջարկում են, որ ընդունեն իրենց իսլամ լինելը ոչ այնքան հավատի բերումով, որքան իրենց սոցիալական միջավայրը իրենց իսլամը ճանաչել, երեխաներ ունեն ամուսնացած իսլամների հետ եւ այլն, եւ նրանց քրիստոնեացումը կարող է նրանց բոլոր հարաբերությունների վերանայման խնդիր դառնալ։ Կոմիտաս վարդապետն իր հերթին մատնանշում է Գերմանիայում, Ֆրանսիայում իր 26-ամյա հոգևոր սպասավորության ընթացքում հանդիպած բազմաթիվ օրինակները, երբ մկրտություն տենչացող իսլամացածներն առաջնորդվում են ընդամենը անձնական կամ քաղաքական շահով։ Դուք գիտեք, որ Սասունի շրջանի հայերը դեռ քրիստոնեություն անգամ չընդունած 1-2 հոգի մկրտված պատրիարքարանում անմիջապես բանի հարց էին բարձրացրել, թե մենք իրավունք ունենք հայ եկեղեցու գույքի տիրացման։ Գիտեք այս խնդիրը։ Ըստ Հրանուշ Խարատյանի, անհամեմատ մեծ է նրանց թիվը, ովքեր ուզում են մկրտվել քաղաքական կամ շահադիտական նկատառումներից դուրս, եւ ժամանակն է, որ մշակվի ընդհանուր մոտեցում, որը բացառում է իսլամացած հայերի հանդեպ բացասական մոտեցումը եւ մերժում միանշանակ չպետք է լինի։ Ես կարծում եմ, որ մենք շատ հրատապ պետք է իսկապես լուծում գտնենք, ում ենք մկրտում, ում ենք ընդունում, ում ենք մերժում, ինչ ճանապարհներով, ինչն է մեր խնդրը եւ խնդիրը այստեղ։ Այս բոլոր տարբերակների վերաբերյալ մենք որևէ պատասխան ունենք, թե միանշանակ փակ է բոլորի ճանապարհը հայ առաքելական եկեղեցու անդամ դառնալ։ Զուտ անձնական դիրքորոշման տեսանկյունից Կոմիտաս վարդապետը նշում է, ինչու հայ եկեղեցին կարող է ընդունել աթեիստ հային եւ մերժել մահմեդականացած հային, իսկ պաշտոնական դիրքորոշման հարցում վստահ է, նման լուրջ որոշումը միայն եկեղեցու պատասխանատվությունը չէ։ Նոր խնդիր է ծագել։ Սա պետական մակարդակով պիտի լուծվի, եկեղեցին էլ մասնակցելով այդ խնդրին։ Սա է ամբողջը։ Այսինքն պետությունը պիտի որոշի, թե հայ առաքելական եկեղեցին ինչ մոտեցում որտեղի։ Ինչու Թուրքիայի պետությունը պիտի որոշի։ Շատ վատ է, մենք անդրադառնանք քննադատ։ Թուրքական կառավարությունը որոշում է իր ժողովրդի մահմեդականությունից չհեռանալու մասին, հայկական կառավարությունը, պետությունը պիտի չորոշի իր մի հատվածի ճակատագրի մասին։ Ինչու՞ որ։ Ոչ պաշտոնական տեղեկություններով այսօր Թուրքիայում իսլամացած հայերի թիվը հասնում է 4 միլիոնի։ Հրանուշ Խարատյանը այս վիճակագրության հարցում վերապահումներ ունի, բայց վստահաբար փաստում է, քրիստոնեական դարձի յուրաքանչյուր դեպքի շուրջ բարձրացված աղմուկը աղետալի է ազդում դարձի եկողների թվի ու մտադրությունների վրա։ Ուրեմն խոսքը հայկական ինքնությունը վերադարձնելու կամ մարգինալացման սահմանագծին հայտնված հայերի հոծ բանակի մասին է։ Նունե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։